Սիրելի հայրենակիցներ, դեռևս անցյալ տարի կառավարության բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ես բարձրաձայնեցի M3 Սպիտակ Վանաձոր ճանապարհի գծանշման երթևեկության նշաններով կահավորման մասով հազարավոր վարորդների դժգոհությունները։ Այնուհետև նույն խնդրի վերաբերյալ արդեն գրավոր հարցում ուղարկեցի ՏԿ-ին, որին ի պատասխան ստացել եմ հետևյալ գրությունը. Հարգելի Տիկին Գյուլեգյան, ձեր հիշյալ գրության բարձրացված խնդրին լուծում տալու նպատակով Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մասնագետների կողմից տեղում կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է, որ հիշյալ ճանապարհահատվածում անհրաժեշտ է իրականացնել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, մասնավորապես եւ կոնկրետ լուծման առաջարկ։ Չմանրացնեմ։ Փաստորեն նախարարությունը ընդունել է, որ խնդրով առարկա ճանապարհահատվածի երթևեկության նշաններով կահավորման մասով արկա է սխալ գծանշում, խոստացել է իրականացնել երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Խոստացել են սխալն ուղղել, բայց երբ կլուծեն, չի նշվել։ Վարորդները ինչպես մինչև սխալ ընդունելը, այնպես էլ սխալն ընդունելուց հետո շարունակում են տուգանվել, շարունակում են մնալ տուգանքի մատերիալ։ Դիմում եմ ՏԿ-ն նախարարին, պարոն Խուդատյան, վարորդական հանրույթը պահանջում է նշել այդ սխալն ուղղելու հստակ ժամկետները եւ ոստիկանության համապատասխան բաժնի հետ քննարկել ու դիտարկել նման սխալի համար նշանակված տուգանքների որոշումների վերանայման հնարավորությունները։ Նույն վիճակն է նաև վերին պտղնի 4-րդ փողոցի բնակելի տների դպրոցահասակ երեխաներին անվտանգ դպրոց հասցնելու նպատակով համապատասխան տրանսպորտային միջոց հատկացնելու հարցը մարզային կամ համայնքային ծրագրերի շրջանակներում կարգավորելու տարբերակը։ Այդ հարցով ԿԳՄՍ-ն եւ ՏԿ-ն միասին արդեն 2 տարի է իրականացնում են նշված տարբերակի ֆինանսական գնահատականի ճշտում։ 2 տարի աշխատում են 2 նախարարությունով եւ չեն կարողանում ստանալ այդ ծրագրի ֆինանսական գնահատականը, բայց լավ աշխատանքի համար միլիոններով պարգևներ են ստանում։ Սա է այս կառավարության գործելավոճը։ Խոստանալ եւ չկատարել, ինչպես մնացած բոլոր խոստումները։ Խոստանալ ու գոռալ, թե Արցախը Հայաստան է ու վերջ, հետո Արցախը հանձնել Թուրքին։ Խոստանալ ու գոռալ, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, բայց երկիրը տանել դեպի բռնապետություն, խմբագրել ընտրությունների արդյունքները բռնապետիկի կապրիզով։ Խոստանալ ու գոռալ, թե երկիրը դարձրել են օրենքի գերակայության երկիր, բայց ամեն օր ոտնահարել մայր օրենքը սահմանադրությունը։ Խոստանալ ու գոռալ, թե Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում եւ ամեն օր հոխորտալու հարձակվել նրա վրա։ Եկել է ժամանակը, եկել է հանրությանը ձեր տված խոստումների չկատարման բացատրությունների ժամանակը եւ այդ պատասխանը դրա դուք ստանալու եք։ Վահագն Ալեքսանյան։ Տիկին Գյուլեգյան, որ ասացիք բռնապետիկի կապրիզով ընտրություններ են խմբագրվել, իսկ նկատմամբ Ռոբերտ Քոչյանի ինչ-որ կապրիզներ ա ունեցել ընտրությունների հետ կապված տեղյակ չեմ։ Տիկին Գյուլեգյան, տեղից մի արձագանքեք։ Տիկին Գյուլեգյան, լռեք եւ տեղից մի արձագանքեք։ Խմբակցությունը ձեր բռնապետիկը, այտենց չգիտեմ։ Տիկին Գյուլեգյան, մի վարքյան, պարոն Ալեքսյան, ներողություն, ձեր ժամանակը հիմա կվերականգնեն, Տիկին Գյուլեգյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում։ Չգիտեմ, հիմա իչեք որոշել գաք այս ամբիոնից Ռոբերտ Քոչյանին բռնապետիկ անվանել, հատկապես որ մենք նրա կապրիզներին էլ այդքան առանձնապես ծանոթ չէինք, Տիկին Գյուլեգյան։ Տիկին Գյուլեգյան, լռեք։ Տիկին Մինասյան, դուք էլ լռեք։ Շարունակեք, պարոն Ալեքսյան։ Վերականգնեք, պարոն Ալեքսյան։ Ամեն դեպքում ես պարոն Ռոբերտ Քոչյանին այդ անունով չեմ դիմում ըստեղից, դուք դիմեցիք, ուզում եի ուղղակի հասկանալ, էլի, Տիկին Գյուլեգյան։ Թեթև տարեք, հիմա եկաք ասացիք ինչ եք նեղանում եք։ Ինչ վերաբերվում է խոստումներ կատարել ու չկատարելուն որպես այդպեսին, սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ մի շատ կարևոր խոստման կատարման մասին խոսել ձեր հետ։ Վերջերս ներդրվեց առողջապահության համընդհանուր ապահովագրությունը, որը մեր թոշակառուների համար կլինի անվճար։ Այն նույն թոշակառուների համար, որոնց օրինակ Դաշնակցությունը Հանրապետականը, որը հերոսաբարելի լքեց դահլիճը 2018 թվականին, որպես նվազագույն կենսաթոշակ տալիս էին 16000 դրամ, տալիս էին 0 առողջապահական ապահովագրություն, ասում էին գնացեք ապրեք։ Ձերի երեխաներ, որ իմանամ եք, օրինակ 16000 դրամը ձեր քանի օրվա բուֆետի փողն է, 1 ամսվա ենթադրում եմ, կամ լավ այդ վատ դեպքում եմ ասում, տենց մի երեխեքից մեկը ցույցատալի 6, 7, 5, տենց թվերա ցույց տալի երեխեքից մեկը։
Դուք այդ գումարը տալիս եք թոշակառուին, որպես մեկ ամսվա թոշակ, դուք 16000 դրամը, դուք 16000 դրամը տալիս եք թոշակառուին, ասում եք գնա ապրի, ավելի ճիշտ ասում եք գնա մահացի, որտեվ 16000 դրամ առանց առողջապահական ապահովագրության շատ դժվար է պատկերացնել, թե ոնց է հնարավոր ապրել։ Մենք այդ թոշակը, որի մասին դուք այդքան խոսում եք, 16000 դրամից դարձրել ենք 20% հետ վճարը ներառյալ 43000 դրամ։ Կասեք իհարկե գնա, չգնա, եթե չեմ սխալվում 9000 դրամ ա եղել, որպես այդպեսի։ Ճիշտ չեմ հասկանում։ Մոտավորապես այդ հաշվարկով այդքան է տեղի եղել։ Ժողովուրդ ջան, ցանկացած պայմաններով եռակի 300% գնաց չի եղել Հայաստանի Հանրապետությունում նվազագույն զամբյուղի։ Պարոն Խաչատրյան, չի եղել 300% աճ։ Մոտ 3 անգամ բարձրացել է թոշակը, բայց 300% գնաց չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Հա, ընդունեցիք, ինչ լավ ընդունեցիք, փառք Աստծո։ 300% գնաց է եղել Հայաստանում։ Շատ լավ, եղավ, պարոն Խաչատրյան։ Ինչև է, սիրելի քաղաքացիներ, 16000 դրամ չնչին թոշակից, թոշակը դարձել է 43000 դրամ, որը երազանքի թոշակ չի, որի համար ես ներողություն եմ խնդրում ձեզնից։ Ես կարծում եմ, որ ձեր թոշակը շատ ավելի պիտի բարձր լինի ու շատ ավելի պիտի բարձրանա։ Բայց մենք կարողացել ենք 6 տարվա, 7 տարվա ընթացքում որպես այդպեսին այդ թոշակը բարձրացնել 27000 դրամով։ Գիտեք 6 տարվա ընթացքում նախկին իշխանությունը քանի դրամով է բարձրացրած եղել թոշակը 12-ից 18 թվականներին նվազագույն։ Գիտեք պարոն Խաչատրյան, 3000 3 12 թվին եղել է 13000 դրամ եւ 18 թվականին դարձել է պարոն Խաչատրյան 16000 դրամ։ 6 տարի ամբողջ կառավարություն պատկերացնեք Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, տենց փայլուն երկու քաղաքական տիտանները գլուխ գլխի են տվել ու ծնել են 3000 դրամի կենսաթոշակի աճ նվազագույն որպես այդպեսին։ Մենք այդ նույն ժամանակահատվածում բարձրացրել ենք թոշակը 27000 դրամով ու մեր թոշակառուներին տվել ենք անվճար առողջապահական ապահովագրություն։ Ես նորից ասում եմ, որ սա բնականաբար բավարար չի սիրելի թոշակառուներ։ Բնականաբար ձեր թոշակը պիտի շարունակաբար բարձրանա։ Բայց դա ապահովել կարող է մենակ այն իշխանությունը, որը արդեն ցույց է տվել, որ 6 տարում կարողանում է 27000 թոշակ ավելացնի, ոչ թե 3000 ավելացնի։ Տիկին Գյուրեղյան, լուր նստած լսում եք, բա տեղից ընդհատեք, ասեք տենց չի, ինչ չեք ընդհատում։ Գուցե որտեվ չեք կարող ասել, որ տենց չի։ Արմենուհի Ղազարյան։ Լավ, սիրելիներս, դադարեցրեք այս ամեն ինչը։ Տիկին Գյուրեղյան, դուք ուշացաք ընդհատելուց։ Տիկին Գյուրեղյան, ուշացել եք, պիտի Ալեքսյանին ընդհատեիք։ Ես քոչ եմ, ես քեզ եմ, ձեր եմ, բայց քոչ եմ, ես ձեր ընկերը չեմ, Տիկին Գյուրեղյան։ Երեխաներից գոնե ամաչեք։ Դե որ հետաքրքրացնեմ մենի, բայց չհետաքրքրացնեմ մեր լիստը։ Տիկին Ղազարյան համեցեք։ Ազգային ժողովի հարգարժան փոխոցնակ,